ընդամենը 74,000 ձայն էր հավաքել։ Այս դեպքում այո։ Ասում են Սամվել Բալասանյան լավ էլ ենթարկում էր, ինչու ընտրեցիք։ Վերջ։ Տարբերակը, այո։ Բայց պայմանավորվում ենք sense, դուք հարցը տալիս եք, ես ձեզ չեմ ընդհատում, ես պատասխանում եմ, դուք ինձ չեք ընդհատում։ Այդպիսի բան հնարավոր է սիրով։ Դե վերջ, ուրեմն պայմանավորվեցինք։ Գյումրիում քաղաքական ուժերից մեկը Բալասանյան դաշինքը դրսևորել է բացառիկ անպատասխանատվություն, քաղաքը թողնելով չգիտես էլ ինչի հույսին, քաղաքը խառնելով իրավական process-ները քաղաքական process-ների հետ, այն պարագայում, երբ որ ընդամենը պետք էր, որպեսզի համայնքապետարանը ու համայնքապետը վարձեր փաստաբան, որ համայնքի շահերը ներկայացներ դատարանում ու ապօրինի գույքը, համայնքից ապօրինի խլվածը պաշտպաներ, որ պետք է վերադառնա համայնքին։ Այդ քայլը անելուց վախեցել է Բալասանյան դաշինքը, բոլորով դրել են իրենց մանդատները ու փախել են քաղաքական պատասխանատվությունից, ու մենք խիստ դատապարտում ենք իրենց դրա համար։ Ու եթե կա ինչ-որ մեկը այս Գյումրիում, Հայաստանում, տիեզերքում, ով որ կասի, թե դա մեր հետ պայմանավորված քայլ է եղել, թե դա մեր ցանկությամբ քայլ է եղել, մեր պարտադրած քայլն է եղել, այդ մարդը ասում են պարտադրած քայլ է, իրավապահների միջոցով դատարկել քաղաքը եւ համապետական 26 ընտրություններին պատրաստվել յուրայիններով։ Կատարյալ սուտ է, ես ձեզ ասեցի ինչ է տեղի ունեցել, ավականին դիմել է դատարան, ավականին մեր խմբակցության նախաձեռնությամբ, որովհետև Բալասանյան դաշինքը էլի վախեցել էր այդ նախաձեռնությունը բեր ավականու նիստ։ Ավականին դիմել է ու հաջորդ քայլը պետք է աներ համայնքապետը, ստորագրեր թուղթ, որով որ համայնքապետարանը կունենար իր շահերի ներկայացուցիչը դատարանում։ Հենց այդ քայլը անելուց է, որ վախեցել են ու փախել են։ Սև Բերդի մասով, որը քրեական գործ ունի իր վրա, սեփականաշնորհումը, դրա շահագործումը եւ այլն, Բալասանյանը այս մասով ձեզ շատ կոշտ էր արձագանքել, ընդ որում դերանունները մի քիչ կոշտ ընտրելով Փաշինյանի մասին խոսելիս եւ ասել էր, որ համենայն դեպս Գյումրիում տուրիզմը զարգացրել է Սև Բերդը եւ այն մարդիկ են եկամուտները, որ բերել են եւ հանրաճանաչություն են տվել Գյումրիին, դուք չեք կարողացել ձեր 7 տարվա մեջ դրա, ասենք, ինչ որ տոկոսը ապահովել օգտակարության տեսանկյունից։ Որն էր ձեր արձագանքը եւ արդյոք փաստարկված չէր նրա այս խոսքը։ Վերջ։ Իհարկե փաստարկված չէր։ Նախ ինչքան գիտեմ առողջության այդ խնդիրներ ունի, կոշտ չեմ արձագանքի, առողջություն բոլոր Հայաստանի քաղաքացիներին, իրեն անձնամբ կոշտ չեմ արձագանքի, բայց այն ինչ ասում եմ, աբսուրդ է։ Սուզի ջան, ես վստահ եմ, եթե հենց հիմա ինչ-որ մի եղանակով ձեր անունով գրանցենք Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող Պատմության թանգարանի շենքը, Աստված վկա, ես վստահ եմ, որ դուք այնպիսի մի բիզնես ներդրումային ծրագիր կբերեք այնտեղ, այնպիսի մի տուրիստական, սպասարկման ոլորտի կամ ցանկացած մի բանի, այնպիսի մի ծրագիր կբերեք, որ հաստատ տուրիստներ էլ կգան, բիզնեսն էլ կզարգանա, բայց հարցն այն է, իսկ ինչի պետք է համայնքային սեփականությունը դառնա ձեր կամ իմ սեփականությունը, պատմամշակութային արժեքը ինչի պետք է իմ սեփականությունը դառնա կամ Բալասանյան Սամվելի սեփականությունը դառնա։ Դա բոլոր գյումրեցիներինն է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ իշխանության, իսկ ինչ վերաբերում է, դե մարդկա կարող է ապօրինի գույքը էֆեկտիվ է տնօրինում, այդ դեպքերն էլ կան։ Մարդկա ապօրինի գույքը էֆեկտիվ է տնօրինում, մարդկա ապօրինի գույքը ոչ էֆեկտիվ է տնօրինում։ Եկեք էֆեկտիվ տնօրինողների ճակատը պաչենք օրինակ։ Բայց իմ ասած ուրիշ բան է։ Իմ ասածն այն է, որ երբ որ ասվում է, թե այս իշխանությունը դրա քանի տոկոսներ ասում, որ չի արել, Բալասանյան Սամվելը մինչև մեզ էլ է իշխանություն եղել, էլի։ Թող մի հատ ասի 2018-ից առաջ քանի տարի է։ 12-ից 18-ը քանի փողոց է նորոգել Գյումրիում առանց մեզ։ Ինչ եք արել դուք։ Մեր օրոք նորոգվել է։ Մեր օրոք, հա, եւ 18-ից 21-ը։ Մեր օրոք նորոգվել է Գյումրու էսպային նորոգված 180 փողոցներից 140-ը։ Այն որ այս հրապարակը փոսերի մեջ կորած էր, այն որ այս շրջակա փողոցները փոսերի մեջ կորած էին, ու հիմա մարդիկ հանգիստ երթևեկում են, հանգիստ քայլում են այս մայթերով, այդ կապված է մեր իշխանության ուղիղ աշխատանքի հետ։ Ես համաձայն եմ, որ քաղաքային իշխանություն ընտրելու շատ կարևոր է փոսերը, ճանապարհները, բարեկարգ քաղաք տեսնելը, բայց սրանք մի տեսակ հնացած չեն, հատկապես պատերազմից հետո, հատկապես այսօրվա այդպես անվտանգային լուրջ խնդիրների դեպքում, մարդիկ համարում են, որ թիմ ընտրությունները ներկա շրջանում ավելի շատ քաղաքական, ինչպես դուք եք ձևակերպել, սևի եւ սպիտակի միջև ընտրությունը ՔՊ-ից ազատվելու կամ ՔՊ-ին պահելու եւ զարգացնելու։ Տեսեք, այսինքն ընտրություն ՔՊ-ի եւ պետության միջև կներեք, որ այդպես եմ ասում, բայց մարդիկ այդպես են ձևակերպում, ասում են
ասում են ձեր քաղաքական հակառակորդներն են ասում են, որ ավելի շատ ընտրություն է ՔՊ-ին պահել չունենալ պետություն, թե ՔՊ-ից ազատվել եւ ունենալ պետություն։ Խնդիրն է, որ այդ ուժերի դրած ծրագիրը ամբողջապես չեկացում։ Իրանց ամբողջապես ծրագիրն է, որ ազատվել ՔՊ-ից եւ ունենալ պետություն, ու այդ պետության անունը Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ այդ մարդիկ Հայաստանի անկախության թշնամիներն են, Հայաստանի ինքնիշխանության թշնամիներն են, այդ այն մարդիկ են, ովքեր որ իրենք ուզում են Հայաստանի Հանրապետությունը մատաղանեն Ռուսաստանի Դաշնության ոտքերի տակ, մտցնեն Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, ու իրանք էլ ստանան լավագույն դեպքում գուբերնատորի աթոռ, որովհետև իրանց ոչ Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշն է հետաքրքրում, իրանց ոչ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է հետաքրքրում, իրանց ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է հետաքրքրում առհասարակ։ Իրանք պատրաստ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, տղամարդկանց տանեն Դոնբասում մատաղանեն ռուսական դրոշի համար, մենակ թե իրանք ստեղ ունենան գուբերնատորի աթոռ, հարստանան ու լցնեն իրանց ջեբերը։ Ես ձեզ հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի, ձեզ ողջունում են ձեր կողմնակիցները, ես ձեզ հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք է միայն, որ թշնամին առանց մեկ կրակոցի մտել է եւ Սև լճի տարածք Սյունիք 21 թվականի մայիսի 12-ին եւ 13-ին եւ Գեղարքունիքում է նստած մինչ օրս, մյուս կողմից հիշում եք ջերմուկի վրա հարձակումը եւ ջերմուկում է նստած թշնամին։ Հիմա ով է սուվերեն տարածք թույլ տվել թշնամուն։ Դուք թե նրանք։ Լավ հարցեր, շատ լավ են արել։ Ես ողջունում եմ իրանց քաղաքական սարքելը, որտեղ դա անդիմության ամենաթույլ տեղն է։ Դուք նշեցիք կոնկրետ հատվածներ, նշեցիք նաև Գեղարքունիքի մարզը։ Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս համարվող Արցվաշեն համայնքը Գեղարքունիքի մարզում չի, որ 30 տարի շարունակ Ադրբեջանի տիրապետության տակ է։ Ձեր նշած հերոս նախագահները, որ ասում են մենակ իրանց իշխանության օրոքա, որ այսպես կամ այնպես։ Արցվաշենը ոնց են հետ բերել, կասեք հետ են բերել Արցվաշենը։ Մի քայլ, չէ, կներեք, մենք բան ենք պայմանավորվել։ Մի քայլ արել են Արցվաշենը հետ բերել ուղղությամբ, թե չեն արել։ 30 տարի շարունակ, երբ որ Տավուշի գյուղերը եղել են գնդակոծության լավագույն դեպքում ու շատ դեպքերում նաև ռմբակոծության տակ։ Տավուշի մարզի Շամշադին համայնքի տանիքների վրա գյուղերի, այդպես տանիք եթե գտնում էիր, որ վրան կրակոցի մի քանի տեղ չկա, այդ ասում էր, ինչ տուն է, ինչ խզմաթով տուն է, օրինակ որպես այդպես։ Էդ է եղել իրանց պահած Հայաստանի Հանրապետությունը։ Ինչն է։ Ստրատեգիական առումով նախ բանակցային փուլում է եղել Արցախի հարցը, երկրորդը, եթե Արցվաշենի հարցը չի քննարկվել, համենայն դեպս թույլ էլ չի տրվել, որ թշնամին առանց կրակոցի ներխուժի հայկական սուվերեն տարածք, ինչը նաև ընդունել է Փաշինյանը կառավարության նիստում այդ օրը, նա ընդունեց, որ պետական սուվերեն տարածքում է ոտ դրել թշնամին։ Ընդ որում դրանից հետո անցել է ուղիղ 4 տարի, եւ դուք այս ընթացքում որևէ անգամ փորձ չեք արել դուրս մղելու թշնամին։ Հակառակը Փաշինյանը անընդհատ պարբերաբար հանրայնացնում է իր տեսակետը, որ ՊՆ-ն իր ենթակայության տակ է եւ չի կրակելու ոչ մի անգամ։ Ուրեմն ինչ է ստացվում։ Չէ, այդպեսի բան չի հայտարարել։ Եվ ինչու սահմանազատումը չսկսեցիք հենց նույն խնդրահարույց Սյունիքից, Ջերմուկից, նաև Գեղարքունիքից, որտեղից կարելի էր հենց դրա անվան տակ դուրս մղել թշնամուն։ Ուրեմն նախ նորից մի փաստական սխալ էլ կար ձեր ասածում, որ իբր թշնամին մտելա Ջերմուկ առանց մի կրակոցի։ Ձեր ֆանատները մեզ խանգարում են, պարոն Ալեքսանյան։ Ոչինչ։ Թե իբր թշնամին մտելա Ջերմուկ առանց մեկ կրակոցի, բայց իրականում Ջերմուկ կրակոցներով են։ Չէ, տեսեք, Ջերմուկի համար, այդ Ջերմուկի մարտերում ու առհասարակ 2021-ի սեպտեմբերին մեր տղաները իրանց կյանքն են տվել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը պաշտպանելով։ Հայաստանի Հանրապետությունը կռվել է իր բոլոր ուժերով, փորձելով պաշտպանել իր ինքնիշխան տարածքը։ Ուրիշ բան իհարկե, որ մեր ենթադրյալ դաշնակիցները ՀԱՊԿ մասնավորապես մեզ փաստացի դավաճանեց ու օգնության չեկավ։ Այն դեպքում, երբ որ ուներ հստակ ու ուղիղ պարտավորություն, մեզ թողնելով մենակ։ Այդ անհավասար կռվում, չէ, մի վարքյան, այդ անհավասար կռվում մեզ թողնելով մենակ։ Եվ դրանից հետո մենք
հասկացանք, որ մենք պետքա փոխենք առհասարակ մեր մոտեցումը մեր անվտանգության համար, որովհետև փաստացի ոչ մեկ մեր համար չի կռվելու։ Մենք դա հասկացանք, որովհետև այն անվտանգային ճարտարապետություն, ինչից ենք հրաժարվել։ Աշխարհի 1000 ձևի 1000 հոդվածով դիմել ենք հապկին, ասել ենք ժողովուրդ ջան, դուք պարտավոր եք գալ, դուք թուղթ ունեք ստորագրել։ Մեր կոչին չեն արձագանքել։ Մեզ թողել են մենակ անհավասար կռվում։ Գեղարքունիքում հիշում եք, որ ձեռնամարտ էին բռնվել մարդիկ եւ երբ որ Աննա Գրիգորյանը Սյունեցի падգամավորը հարցրեց Փաշինյանին, թե այդ ինչպես է ստացվել, որ առանց կրակոցի են մտել Սյունիք եւ Գեղարքունիք, Փաշինյանը ասել էր, որ այդ ես եմ հրահանգել չկրակել։ Այո։ Որտեվ դա համարվում էր պատերազմի նոր սկիզբ։ Այո, դա համարվում էր պատերազմի նոր սկիզբ եւ վարչապետը շատ խոհեմորեն թույլ չի տվել նոր պատերազմ սկսել, որովհետեւ այդ ձեր նշած քոչանական падգամավորը իր մյուս թիմակիցները առհասարակ իրենց ազգուտակին բարեհաջող կերպով ազատել են բանակից։ Ու այդ բանակից ազատածները մենք մեր պետության մասին ենք խոսում, ձեր պատասխանատվության դաշտն է, դուք միշտ ընդդիմություն եք։ Դե դուք եք ընդդիմությունից հիմա հարց տալի, ես էլ ընդդիմության դաշտ եմ։ Ասում եմ Փաշինյանն ասել է, ես հրահանգել եմ չկրակել, այսօր բան էինք պայմանավորվել։ Լավ, եթե չենք կրակում, պարոն Ալեքսանդրովիչ։ Դե ավարտեմ պատասխանը, չի լինի։ Որովհետև այդ պատերազմում իրենց ազգուտակին բանակից ազատած քոչանական падգամավորները, նրանց բարեկամներն ու հարազատները չէին մեռնելու, չէին զոհվելու, այդ պատերազմում զոհվելու են Հայաստանի Հանրապետության անմեղ քաղաքացիները։ Այն մարդիկ, ովքեր Հայաստանի թալանի հետ կապ չունեն, իսկ այդ ուրիշ երեխեքի արյան գնով պատերազմ, այդ մաղձով տառապող մարդիկ, ես վստահ եմ, որ առաջի կամ երկրորդ կրակոցից հետո նրանց ազգուտակը առաջինն է սովորաբար լինում, ով հայտնվում է ինչ-որ մեկի պատվալուն, սպասելով թե երբ պետքա թշնամին իրենց ուզածի չափ առաջ գա, որ իրանք դուրս գան ոչ թե թշնամուն դեմ կռվեն, այլ Հայաստանի կառավարական շենքերը գրավեն։ Որպեսզի տղաները չզոհվեն, մենք չկռվեցինք այդ Սև լճի սարը պահելու համար, ճիշտ եմ հասկանում։ Շատ ճիշտ եք հասկանում, մենք չկռվեցինք, որպեսզի լայնամասշտաբ պատերազմ չսկսի այն պարագայում, երբ որ ուժերը անհավասար են։ Հիմա ուժերը շատ ավելի անհավասար են եւ այո, եւ Ադրբեջանը պարբերաբար մեծացնում է իր զինանոցը։ Դե մենք էլ պաշտոնական հայտարարությունների հաշվին մեծացնում է իր զինանոցը եւ համենայն դեպս խաղաղության մենք զենք չենք գնում։ Մենք անհամամասնության մեջ ենք։ Դե մենք մշտապես ենք եղել անհամամասնության մեջ, հիմա մենք նույն բարտավարության մեջ ենք։ Բայց հիմա այդ անհամամասնությունը անհամադրելիորեն իօքուտ մեզա քան առաջ էր։ Էլի անհամամասնությունը միանշանակ համաձայն եմ Ադրբեջանը ենթադրենք առաջել էր գնում 100x ենթադրենք, հիմա էլ է գնում 100x, ուղղակի առաջ մենք գնում էինք 1x, 2x, հիմա կարող է 10x, 20x։ Ես չեմ կարող պնդումներ անել, որտեղ մեր զինանոցի հարստանալու մասին ինֆորմացիան միշտ չի, որ հրապարակային է։ Հիմա հաջորդ հարցը, մեր ստրատեգիան շարունակում է մնալ նույնը, եթե անգամ թշնամին ներխուժի, մենք չենք պատրաստվում կրակոցով դիմադրել։ Մեր ստրատեգիան երբեք էլ որպես այդպեսին չի եղել առանց կրակոցի դիմադրել, երբ բացառությամբ կոնկրետ մի դեպքի եւ որի մասին շատ լավ խոսելա վարչապետը, դրան չանդրադառնանք, բայց մենք մեր ինքնիշխան նման բան չի ասել երբեք չի ասել։ Չի ասել երբեք։ Ասելա չխախտել հրադադարի ռեժիմը, իսկ երբ որ քո վրա հարձակվում են, հրադադարի ռեժիմը արդեն իսկ խախտված է։ Մենք մշտապես էլ կարող ենք պատասխանել ու մշտապես էլ կպատասխանենք, եթե մեր ինքնիշխան տարածքի վրա ոտնձգություն լինի։ Բայց մենք ինքներս չենք խախտելու հրադադարը։ Եթե թշնամին մեր վրա չհարձակվի, եթե որևէ երկիր մեր վրա չհարձակվի, մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել։ Ոչ մի պարագայում։ Վերջին հարցը, դուք երբեք պատրաստվում հանրայնացնել մեր ճակատագրին առնչվող այն փաստաթուղթը, որը առանց այցերի դուք քննարկեցիք ընդհանրապես։ Անկեղծ ձեզ ասեմ, այդ փաստաթղթի գրեթե ամբողջ բովանդակությունը ձեզ հայտնի է, տարբեր ելույթներով վարչապետը։ Մենք չենք հավատում դրան, մենք պետք է հրապարակված փաստաթղթ։ Ժամանակը կգա միջև ստորագրելը, խոսքերին կարելի է հավատալ կներեք։ Դուք ապագայում խոստացել։ Դուք ո՞ր իշխանության խոսքերին եք։ Ես որևէ ես ճիշտն ասած բոլոր դեպքերում ընդդիմադիր եմ եղել, բայց ձեզ տեղեկացնեմ, որ դուք գործին հակասող խոսքեր շատ ունեք եւ իրականում չի կարելի հավատալ, երբ մեր ճակատագրի մասին դուք քննարկում եք մեր թշնամի պետության հետ։ Բա ում հետ պետքա քննարկենք։ Բա ում հետ պետքա քննարկենք։ Չէ, ասում եմ եւ համառորեն չեք հանրայնացում այդ։ Չէ, բայց ում հետ պետք, ասում եք մեր թշնամի պետության հետ քննարկենք։ Բա գնանք Լյուքսեմբուրգի պատասխանատվություն ոչ ոք չի վերցել։ Լավ, եկեք պատասխանեմ։ Սուզի ջան, մենք չենք կարող մեր վերաբերվող, մեր անվտանգային հարցերին վերաբերվող
փաստաթղթերը քննարկել, ցավոք սրտի չենք կարող քննարկել Լյուքսեմբուրգի հետ, ամենայն հարգանքով շատ լավ պետություն է, շատ սիրում եմ Լյուքսեմբուրգի հետ։ Քանի որ մենք Լյուքսեմբուրգի հետ շնամանք չունենք, մենք Լյուքսեմբուրգի հետ պատերազմի շեմին չենք, նոր բրծած պատերազմ չունենք։ Մենք պիտի բայց ավարտեմ, մենք պայմանավորվել ենք, էլի։ Մենք պետք է քննարկենք այն պետությունների հետ, որոնց հետ ունենք խնդիր, էսա տարբերակը։ Իսկ ինչ վերաբերում է պետություններին, որոնք ունեն շահեր, այդ պետությունների պահվածքը մենք շատ լավ տեսել ենք Լեռնային Ղարաբաղում, երբ իրենց աչքի առաջ տեղի ունեցավ էթնիկ զտում։ Լեռնային Ղարաբաղին զինաթափելու որոշումը կայացրել է Փաշինյանը։ Ո՞վ է տենց բան ասում։ Այդ մասին հայտարարել է կառավարության Ո՞վ է տենց բան ասում։ Հիշեցնեք, ձեզ կուղարկեմ այդ Սյուզի դուք ջան, հիշում եք, որ տենց բան մարդիկ գոյություն ծառայությունը չէին ավարտել, զորացրվել էին։ Եվ դրա մասին գոյություն չունի։ Այդտենց բան գոյություն չունի։ Լեռնային Ղարաբաղը լուծարվել է երբ։ Սյուզի ջան, Լեռնային Ղարաբաղում եղել է 50,000 կամ 60,000 տղամարդ։ Այդ տղամարդկանց ոչ մեկ Հայաստանի Հանրապետություն չի բերել։ Մեծամասամբ զինտեխնիկան բանցիկը վրան նվիրվել է Ադրբեջանին, ոչ թե դուրս է բերվել այդ զինտեխնիկան, այլ շատ դեպքերում հակառակը, ես վստահ եմ, եթե կամերան անջատեք, դուք ինքներդ էլ շատ բան ամենայն հավանականությամբ ձեր աչքով էլ տեսած կլնեք, ձեր ականջով էլ լսած կլնեք։ Այն զինտեխնիկան, որը որ Հայաստանի այս գյումրեցիների, այս հարկատուների հարկերով գնվել ու ուղարկվել է Լեռնային Ղարաբաղ, բանցիկը վրան հանձնվել է Ալիևին։ Անվտանգության երաշխիքը ոչ մեր ձեռքով։ Դուք այսքանում ձեռքով։ Դուք եք երկրի եղել։ Մենք անվտանգության երաշխիքը 20 թվականի հրադադարից հետո այլևս տալ չէինք կարող հայտնի պայմաններում այդ անվտանգության երաշխիքը տվել էին ռուս խաղաղապահները եւ չկարողացան այդ անվտանգության երաշխիքը պահել։ Կներեք, դուք ասացիք զորք դուրս չի բերվել, զենք դուրս չի բերվել, Արցախը հանձնելուց առաջ եւ ասացիք հակառակը զենքեր են բանցիկը վրա կապել, հանձնվել թշնամու, ճիշտ եմ հասկանում։ Դուք չեք տեսել այդ բանցիկը վրան կադրերը, յուղը վրան չեք տեսել, այն որ sense զորահանդեսի ձևով շարել էին այդ զենքերը Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մի շարք գեներալներ այսպես կոչված ու հանձնեցին Ադրբեջանին, չեք տեսել այդ կադրերը։ Ձեր ենթակայության տակ էին աշխատում։ Ում ենթակայության տակ էին։ Ձեր կառավարության։ Տենց բան չի եղել։ Կներեք, քաղաքացիները չէին կառավարում, իշխանությունը դուք էիք, պատերազմը դուք էիք, Ով էր, Փաշինյանն ու իր կինն էր վարում։ Ես կներեք, լավ։ Պատերազմը ով է վարել։ Ձեր պաշտպանության նախարարներ են եղել, տեղակալներ են եղել, գենշտաբ է եղել, ով է։ Միանշան լրիվ համաձայն եմ ու դա եղել է մեր մեծագույն սխալը, որ մենք Սերժա Քոչարյանական գեներալներին վստահել ենք ինչ որ մի բան էս երբ։ Ունեք ձեր գեներալները։ Ոչ։ Օրինակ մենք հավատում ենք, որովհետև մենք հավատում ենք, որ գեներալները պետքա ծառայեն զինված ուժերին ու Հայաստանի Հանրապետությանը։ Ներկայիս գլխավոր շտաբի պետը, որը հայտարարեց մենք թշնամուն չենք շրջափակել, երբ որ մտել է ներխուժել է ջերմուկի տարածք, սպասել ենք սովածանան, մթերքը վերջանա հետ գնան։ Որպես ծառայած մարդ, դուք adekvat եք համարում այս արտահայտությունը, նա ձեր գենշտաբի պետն է, դուք եք նշանակել։ Սյուզի ջան, չեմ կարող ասել կոնկրետ որտեղ վագի մասին է խոսքը, չեմ կարող ասել անկեղծ որտեղ վագի մասին է խոսքը, բայց ես ձեզ վստահեցնում եմ։ Սյուզի ջան, ես ձեզ վստահեցնում եմ, ես կարամ ստեղ 5 ժամ էլ կանգնեմ խոսամ, բայց ես ձեզ անկեղծորեն ասում եմ, ինձ թվում է ձեր խմբագիրը այս կադրերից ոչ մեկ չի ուզենալու, որ դուք եթեր տաք։ Չէ, լավ, չի կարելի։ Շատ պինդ։ Չի կարելի։ Չի կարելի։ Կարելի է ինքը գոտեցարին թողի։